Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մեր ինչպես արդեն ավանդույթ դարձած, մեր հերթական հաղորդումն է մեր ոդքասթի Օվերտոնի պատուհան Արտուր Խաչիկյանի հետ։ Ես ուզում եմ այսօրվա մեր ոդքասթը սկսենք շատ հերթական մտահոգիչ տեղեկատվությամբ, հենց այս պահին, երբ մեր ոդքասթն է, ուրեմն մենք տեղեկացանք, որ բերման է ենթարկվել ուժեղ Հայաստանի ուրեմն ներկայացուցիչներից մեկը, Տաշիր բարեգործական հիմնադրամի տնօրեն Գոհար Ղումաշյանը։ Ուզում եմ տեղեկացնել, որ Գոհար Ղումաշյանը, ինչպես փոխանցում են գործընկերները, նոր է ծննդաբերել Արտուր, նորածին երեխա ունի եւ անգամ վաղաժամ ծննդաբերություն է տեղի ունեցել այս տևական ստրեսների պատճառով եւ ուրեմն բերման է ենթարկվել մեկ այլ կին ուժեղ Հայաստանից, տարածքային պատասխանատուներից մեկը Վերժինե Ստեփանյանը։ Հայտնի չի թե ինչի համար են բերման ենթարկել, Գոհար Ղումաշյանին բերման ենթարկման իբր մոտիվացիան բարեգործության արգելքն է, որ իրանք իբր օրենք են խախտել եւ այլն, այն տեսանյութը, որը ես տեսա, որի համար իբր բերման է ենթարկվել Գոհար Ղումաշյանը, ընդհակառակը Գոհարը դիմում էր ուսանողներին, ասում էր, քանի որ կուսակցությունների մասին օրենքը արգելում է որևէ բարեգործություն, ընդհանրապես տեղեկացնում էր, որ այդ ծրագրերը, որ տասնյակ տարիներ շարունակ արել է Տաշիր բարեգործական հիմնադրամը, արել է Սամվել Կարապետյանը, այդ ծրագրերը ընդհանրապես անկախվում են։ Հիմա դու ինձ ասա, եւ հիմա կանդրադառնանք նաեւ 3 անվասայլակով հիվանդանոցից Բերդ տեղափոխված 18 տարեկան Դավիթին։ Հիմա խնդրում եմ, դու ինձ ասա, սա տեղավորվում է արդյոք ինքնավստահ, որ մենք գնում ենք վերցնելու սահմանադրական մեծամասնություն ուժի հայտարարությունների մեջ, որ բերման են ենթարկում այլևս կանանց։ Բա այդքան ինքնավստահ ուժը, որ ասում է մենք ոչ մի խնդրեմ չունենք, ուժը, որ ասում է այն մնացած բոլոր ուժերը քաղաքական, ես չգիտեմ, դեֆոլտներ են։ Okay, բան չեք սենց խառնվել իրար, չեք կանանց, այդ թվում նոր ծննդաբերած, ով նորածին երեխա ունի, որ պատկերացնում եք, կերակրող մայրը չի կարող լինել նորածին երեխայի կողքին, նրան բերման են ենթարկել։ Սա վախեցած բռնապետ է, նա տեսնում է, որ նա պարտվելու է, նա վախեցնում է մարդկանց, նա դիմում է ֆաշիստական մեթոդների, այդ տղային այդ օրը գցել է եկեղեցուն եւ հիմա դեռ բանտում են պահում, չնայած իր բժշկական վիճակի։ 1000 ափսոս այն 18 թիվը, երբ որ այս մարդը իր սուտ այդ բանով Մոնտեի ֆորմայով մաներ գալի իր այդ սուտ գիպսով, 1000 ափսոս, որ իր հետ չվարվեցին նույն ձևով, ինչպես այսօր նա վարվում է կանանց եւ երեխաների հետ։ Սա ֆաշիստական մեթոդներ են, սա իսկական իր արյունը պետք է մի հատ անալիզ անել, ստուգել նա որ երկրից է, նա որ ազգից է։ Որովհետև գիտեք, ես նույնիսկ կներես Արտուր ջան, օրենսդրությունը, չնայած երեխան Դավիթը Մինասյան, հիմա նույն դատաբժշկական փորձաքննությունը կա, որ Նիկոլի թիկնապահներն են արմունկով հարվածել, երեխան ունի գանգուղեղի փակ վնասվածք եւ ուղեղի ցնցում։ Ես անգամ մի կողմ եմ դնում, ի վերջո կարելի է խափանման միջոցը փոխել եւ եթե գտնում եք, որ ինչ որ օրենքի խախտում ա եղել, քննարկել, բայց չունենալ այսքան էմպաթիա, որ սայլակի, անվասայլակի վրա, հաշմանդամության սայլակի վրա, որտեղ երեխան Դավիթը չի կարողանում քայլել, երեխայի եղունգները անգամ ասեցին սևանում են, դա հասկանալի է, չէ, որ ինչ որ թթվածնային բալանսի խախտման արդյունք է, տանել նորից Բերդ, ես չգիտեմ, ինչքան պիտի դու ատես 18 տարեկան երեխաներին, որ մի մասին ասես պլյուս մինուսով զոհվածներ, այս մի մասին էլ ահա այսպես վերաբերվես։ Ասեմ, Նայրա ջան, ասեմ ինչքան պիտի ատես, որովհետև դու աբիժնիկ ես, որովհետև այս էակը աբիժնիկ է, նա տեսա, որ իր ամբողջ կյանքը տապալել է եւ նա ատում է կայացած մարդկանց, ատում է տղամարդ, ասենք տղաներին, ատում այն մարդկանց, ովքեր հպարտ են, արժանապատվություն ունեն, սա իր ազգից նեղացած
իր ազգից մուռ հանող աբիժնիկա։ Եվ նա ցավոք սրտի գտավ այն 15%-ը, թե չգիտեմ քանի տոկոսը այս հասարակության, որոնք Աստված նույնպես ավելին է, դե ցավոք 20 սրտի, 20 ասենք, լավ։ անգամ այսօր այդ տոկոսը, որ արդարացնում է այս ամենը, դու մենակ նայեիր Արտուր, թե երբ որ երեխային պատգարակի վրա բերեցին նայիրի կլինիկա, նայեիր թե այդ նյութի տակ, ես չեմ խոսում ֆեյքերի մասին, ես երբեք կոմենտներ չեմ կարդում, բայց դա ինձ հատուկ հետաքրքրեց, ես մտա եւ մոնիտորինգ արեցի, ֆեյքերը հասկանում ես, տեսնում ես, որ ֆեյք է, բայց այնտեղ այդ այլանդակ սեռախեղված հայհոյանքներ գրող կամ լավ եղավ, հասնում է, ճիշտ է, այդպիսի բաներ գրող իրական մարդիկ կային եւ կանայք, ովքեր ունեն երեխաներ, թորներ, այսինքն սա մի սեգմենտ է, որը հիվանդ է։ Սա մեծ հիվանդություն է, նախ ասեմ, որ ես չեմ կարողանալու ներել որևէ մարդ, որը աջակցել է այս ռեժիմին, որովհետև այս ռեժիմի ձեռքը մենք 8 տարի տանջվել ենք, եթե էլի տանջվենք, չխոսանք դրա մասին, ես չեմ կարողանալու ոչ մեկին ներել, ով որ այս ռեժիմին աջակցում է։ Երկրորդը դու շատ ճիշտ ասեցիր, սա հիվանդություն է, սա հոգեբանական հիվանդություն է։ Այս մարդիկ տեսնում են մի աբիժնիկի, մի անհաջող մարդու, ամեն ինչ տապալած մարդու, որը խոսում է փողոցային մարդու պես, ուտում է կներեք խոզի պես, նրանք նայում են սրա վրա, ասում են, տեսեք, այս մարդը դառել է վարչապետ, այսինքն աբիժնիկ լինելը, փողոցային լինելը, անորակ լինելը, դա նորմալ է, ու նրանք իրենց լավ են զգում դրանից։ Այդ առաջինը։ Երկրորդը ես քո ինտերվյուն նայեցի, Նաչալյանին էի տվել մի ամիս առաջ։ Դու շատ ճիշտ բան ես ասում։ Մենք գործ ունենք աղանդի հետ։ Մարդկանց գիպնոզացնում են, գիպնոզի տակ են գցում, դարձնում են աղանդի մաս, որտեղ նրանք չեն կարողանում ընդունել, որ ինչ որ մի բան սխալ է արել իրենց սեկտայի ղեկավարը։ Հիշեցնեմ ձեզ Sun Temple, ասել եմ շատ անգամ։ Sun Temple աղանդը Միացյալ Մասսայական Նահանգներում։ ինքնասպանությունների Այո, անունը ոնց էր, Թիմ Ջոնս էր, թե ինչ որ Ջոնս էր։ Ջոնսի շուն։ 70-ական թվականներին տարավ իրենց բոլոր Կարիբյան կղզու վրա 900 հոգի ընդունեցին թույն, այն էլ երեխաներին թույն էին տալիս, որովհետև աղանդի ղեկավարը ասել է, որ պետք է սպանել իրանց երեխաներին։ Սրանք նույն բանն են անում, այս աղանդը մեզ տանում է դեպի ազգային ինքնասպանություն, եւ մենք հանդուրժում ենք մի բաներ, օրինակ դու հիշում ես, որ նախկին ղեկավարներից որևէ մեկը, որոնք շատ սխալներ արել են, եւ լավն են արել եւ վատն են արել, վատն էլ կար, իհարկե։ Բայց դու եթե այդ ասում եմ, Պապլավոկի այդ պատմությունը դարել է Աստվածաշնչի մաս։ Առաջին սկզբից գնում է Աստվածաշնչի առաջի գլուխ։ Այո, դե սկզբից հին կտակարանն է, հետո Պապլավոկի պատմությունն է, հետո նոր կտակարանն է։ Արդեն 4-րդ սերունդ ամեն օր դրա մասին խոսում է, որը շատ սխալ էր, դա բարբարոսություն էր եւ չպետք է տեղի ունենար։ Բայց որ Պապլավոկը հիշում եք, բայց ինչ է։ Նոր ծնունդ տված կնոջը Հակալելը, դա ստրեսից ծննդաբերությունը եղել է վաղաժամ, այսինքն երեխան, չգիտեմ էլի, շատ լուրջ խնամքի եւ հսկողության կարիք ունի։ Ադոլֆ Հիտլերը սենց բան չեր անի։ Ադոլֆ Հիտլերը թողներ, որ կինը ծննդաբերեր։ Դու պատկերացրա ինչ աստիճանի պետքա դու ատես քո ժողովուրդը, որ քեզ սենց պահես։ Սա ֆաշիզմ է եւ ես հույս ունեմ, որ մեր մայրերը, մեր երիտասարդները, մեր այն հասարակության անդամները, ովքեր դեռ չեն հիվանդացել այս սարսափելի հիվանդությամբ, երբ որ դուք գնաք քվեարկեք, հիշեք սա եւ մի թողեք, որ ձեզ վախեցնեն, որովհետեւ արդեն շատ մարդիկ ասում են, այդտեղ մարդկանց վախեցնում են, դուք պետք է ապահովեք այս ձայները, եթե չապահովեք, եթե դուք ձայն չտաք, ձեզ գործից կազատենք։ Արդեն գալիս է տերորը, տեսնում ես ինչպես է պատրաստվում ընտրություններին, սա տերորիստական ռեժիմ է եւ 1000 ամոթ երկու երեսանի մեր արևմտյան այդ բոլոր դեսպանատներին ձայն չկա բացարձակ դե որ ասում են երկակի ստանդարտներ իզուր չեն ասում էլի Նայրա ջան երբ որ Լիբանանում ամեն օր 300 մարդ են սպանում բժիշկներ ուսուցիչներ ժուրնալիստներ արևմուտքը ասում է լավ են անում որովհետև նրանք Էփշտեյնի կլասի անդամներ են, այդ նույն մարդիկ, ովքեր 10 տարեկան այո, սեկտայի անդամներ, այո, միլիարդներ ստացող։ Ֆիզիկապես
ներկա են եղել, ապա հոգեպես իրանք նույն արժեհամակարգը կրող մարդիկ են։ Բայց Նաիրա ջան, ֆիզիկապես էլ են ներկա եղել այդ Շատերը, այո, լիդերները, այո, Տրամպի մեծ մասին մասը, արդեն 50 էջ կա, գտել են։ այո, Միացյալ Նահանգներում գտել են, նա անչափահաս աղջկա հետ այլանդակություններ ա արել, նա գնում է դեպի impeachment-ի միջայլոց, շատ արագ այո, քայլելով։ եւ շատ արագ նույնիսկ խոսում են նոյեմբերի մասին, ժամկետներ են նշում, որ ամենայն հավանականությամբ դա կլինի նոյեմբերին, բայց Արտուր ջան, որ խոսեցիր միջազգային կառույցների մասին, մի դեպք եմ ուզում Ինչ հիշեցնել, ամոթ է։ սա զարհուրելի է։ Բելարուսում հերթական ուրեմն նախագահական ընտրությունների ժամանակ հիշում ես այն մի հատ խոհարարուհի կար Տիխանովսկայա, որ բացարձակ ոչինչի չէր տիրապետում, բայց կարողացավ ժողովուրդ անել փողոց եւ այդ ժամանակ միտինգներին մասնակցում էր 18-ամյա, դե շատերն էին մասնակցում, մի տղայի 18-ամյա կալանավորել էին եւ տեղեկություն ստացանք մենք Ստրասբուրգում, որ Բերթում խոշտանգել էին, հետո բաց թողեցին, այդ տղան ծնողների հետ մի կերպ հասավ Եվրոպա, նրա այդ երեխային իր մայրիկի հետ բերեցին Ստրասբուրգ, եւ ես չգիտեմ, բոլորը հոտնկայս ծափահարեցին, որ 18 տարեկան տղայի հանդեպ ինչպես կարելի է այսպիսի դաժանություն էնել, այդ տղան միտինգների մասնակից էր եղել եւ ըստ իշխանության ինչ որ օրինազանցություն էր արել, ինչ որ կրակով շշեր էր շպրտել, մոլոտովի կոկտեյլներ, այս դեպքում Դավիթ Մինասյանը ընդամենը եկեղեցում աղոթագիրքը ձեռքին աղոթք էր կարդում եւ ընդամենը նրան հարվածել ասել են դու գնա այն կողմ, բա այդ Եվրոպա, բա ինչի մի հատ չեք գալիս Դավիթին բերեք Եվրոպա, մի հատ Ստրասբուրգում ոնց որ մենք բոլորս ոտքի կանգնեցինք եւ հիշում ենք այդ տղայի անունը Օլեգ էր, Օլեգին ծափահարեցինք որպես հերոս, որ ինչպես կարելի է, այս ինչ բռնատիրական ռեժիմ ա, որ 18 տարի նոր լրացածին տանում է եւ մի քանի ամիս կալանավորում է, բայց ձեր ստանդարտները ինչ եղան, նենց եմ ամաչում ես, իսկապես այս հիմա որ այս կադրերը նայում եմ Գոհար Ղումաշյանի եւ մյուսների եւ կարդում եմ լավ ինչի համար, ես իսկապես էլի այդ անզորությունից ու այդ զայրույթից ուզում ես ասել, լավ Նիկոլ, ստոպ Նիկոլ, դու ասում ես, որ դու գնում ես սահմանադրական մեծամասնության, գնա, հավասար պայմաններ ստեղծի գնա, այս կանանց, ինչի ես կալանավորում, Նաիրա ջան, 10,000 կներես, 10,000 դրամ տալ ընտրություններից առաջ, որը նախատեսված չի բյուջեով եւ տրվում է միայն եւ միայն ընտրություններից առաջ։ Դա կաշառք չի։ Պետական բյուջեն օգտագործել որպես սեփական գրպան, իր սեբանի թիմի անդամներին պարգևավճարներ տալ Հայաստանը հանձնելու համար, մենակ ինքը 12 միլիարդ դրամ ա վերցրել, թե չգիտեմ ինչքան ա վերցրել։ Այդ կաշառք չի, խոսել մանկապարտեզների եւ դպրոցների եւ ճանապարհների մասին միայն այն ժամանակ, երբ որ պետք է ընտրվել, դա էլ կաշառել չի, բա այս բարեգործությունը ինքը կարող է գնալ այդ սուտ կանգնել այդ դպրոցների բացումներ անել, մանկապարտեզի բացումներ, որ արվում է պետական միջոցներով, մեր փողով է դա արվում, նա դա օգտագործում է ընտրվելու համար, դա կաշառք չի։ Իսկ երբ որ Կարապետյանի թիմը խոսում է իր բարեգործության մասին, որը արդեն տեղի է ունենում, դա կաշառք է։ Տեսեք, որը խոսում է, որը տեղի է ունեցել, եւ ասում է, որ այս պահին մենք արկախում ենք, դադարեցնում ենք։ Ես նայեցի տեսանյութը Գոհար Ղումաշյանի, ասում է մենք հիմա սիրելի ուսանողներ, որտեղ ուսանողները որ մշտապես այդ գումարները ստացել են ուսման, պարզաբանում են պահանջում, պարզաբանում են ցանկացել, այդ մարդկանց պիտի պարզաբանվի, ինչի հիմա դու քո ուսման վարձը չես կարող ստանալ։ Ես չգիտեմ, եթե այդ տեսանյութի համարաբերման ենթարկված, ես իսկապես չգիտեմ ինչ ասեմ, սա իսկապես վախենալու է։ Սա Ադոլֆ Հիտլերի հարց կարամ ունենամ ընդդիմությանը, ես 1000 կերպ կարող եմ քննադատել ընդդիմությանը, որ իրանց էս անհասկանալի լղոզած մարտավարությունը ինձ հասկանալի չի, բայց սա ինչ է, սա աբսուրդ է, այն երեխան ես զարհուրում եմ մտածել ինչ կարող է լինել Դավիթի հետ, երեխան լրջագույն առողջական խնդիրներ ունի, լրջագույն խնդիրներ ունի, եւ հիմա նա Բերթում է,
Թող մարդիկ սա հիշեն, երբ որ գնալու են քվեարկելու, եւ թող ոչ ոք չվախենա, եւ թող փողը եթե ձեզի կաշառք են տալի, այս կառավարությունը ձեզ կաշառքա տալի այդ բաները, թոշակները։ Օրենքի ավանդակ։ Այ օրենքի համատակ վերցրեք, հետո ձեր ուզած մարդուն ձեր ձայնը տվեք։ Ձեզ ոչ ոք չի կարող ստիպի, որ դուք նկարեք, որ դուք ձեր բյուլետենները նկարեք, քվեաթերթիկները։ Նայրա ջան, ինչ վերաբերվում է այս արարքներին, սա ֆաշիզմ է, սա Ադոլֆ Հիտլերի դիկտատուրա է, բռնապետություն է։ Հազար ամոթ մեր եվրոպացի 15 երեսանի սուտ խոսացող այդ երեսպաշտ տիկնիկներին, հազար ամոթ ձեզ բոլորիդ։ Ամբողջ աշխարհը տեսավ, որ արևմուտքը իր երկու երեսպաշտությունը ցուցադրեց բոլորին, եւ Գազայում, եւ Սիրիայում, եւ Լիբանանում, եւ Իրանում, եւ Վենեսուելայում, եւ հիմա Կուբայում, ամենտեղ իրանց երեսպաշտությունը ցույց տվեցին։ Ես ու դու, գիտեմ, դու էլ մեծ լիբերալներ ենք, որոնք միշտ հավատացել են արևմուտքի արժեքներին։ Հիմա մենք տեսանք, որ մենք բանկրոտ ենք։ Եղել է կրկնօրինակման բան, ես ինքս Այո, այդ արժեքները կրող մարդ եմ, դու գիտես, բայց ես հիմա սպասում եմ, երկու կին են բերման ենթարկել ու լրություն, քար լրություն, սա ինչ է, այսինքն եթե դու այդքան վստահ ես, որ ժողովուրդը քեզ գնալու է եւ ընտրելու է, ինչի համար է սա, ինչի համար եք անում։ Դու ոնց որ ասեցիր, եթե քեզ ուղիղ եթերում ես անձը ուտի, չնայած դու այնպիսի գործիչ ես, այնպիսի կին ես, որ քեզ շատ ավելի արժանապատիվ մարդ պետք է ուտի, ոչ թե այս մեկը։ Բայց ինչպես դու ասեցիր, անգամ եթե քեզ ուղիղ եթերում ուտեն, նրանք ասեն դա դեմոկրատիային անհրաժեշտ է։ Տենց էլ եղավ։ Ինձ ուղիղ են պատասխանել, իմ շատ այսպես ժամանակին մտերիմ պաշտոնյան ԵՄ իմ հարցին, որ եթե ինձ ուղիղ եթերում Նիկոլը ուտի, այդ ժամանակ էլ ձայն չեք հանելու, ասել է եթե մեր զրույցը off record է, այսինքն իմ անունը հետո չես ցիտելու, իսկ ես պահում եմ գաղտնապահությունը, ասել է այո, չենք ձայն հանելու, ավելին ասելու ենք, որ դա արվել է Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու եւ պաշտպանելու համար։ Ինչպես Ղարաբաղի հանձնումը արվել է Հայաստանի անկախության համար։ Եվ դուք ձեր Մակալիստերը եւ Տոմյամը ասում եք մենք թույլ չենք տա հայերին դուրս հանել Ղարաբաղից։ Էդ էլ դուրս եկավ երկու երեսայնություն, բազմադբան երկակի ստանդարտներ, ամերիկացիներին հարցնում էին 2 տարի առաջ Օբրաեն էր, ինչ էր, ասում են հիմա սա էթնիկ զտումա թե չէ, ասում է չգիտենք, դեռ պետքա նայենք, քանի տարի ուսումնասիրենք, հա, արդեն քանի տարի է, 3 տարի է ուսումնասիրում են, 3 տարի է ուսումնասիրում են, սա ինչա։ Ինչ ասեմ, ես ուզեցա որ մենք արագ սա հրատապ կարգով տեղադրենք, մեր ահազանգը բարձրացնենք, ես հենց հիմա մեր եթերից հետո նաև իրազեկելու եմ ամեն դեպքում ես հասկանում եմ, որ իրանցից սպասելիք չկա, բայց իրազեկելու եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, մոնիտորինգի հանձնաժողովին, Հայաստանի հարցով համազեկուցողներին, ավելի քան վստահ եմ, որ ստանալու եմ հերթական պատասխան, շնորհակալություն, մենք սա կընդունենք ի գիտություն, կոչ կանենք զսպվածության, կոչ կանենք։ Էդ էլ չեն ասում, այդ copy paste բառերը։ Հա, չէ, copy paste ուղարկում են շնորհակալություն, կապը մեզ հետ պահպանեք, մենք սա ընդունում ենք ի գիտություն, բայց ես ուղարկելու եմ, որպեսզի հետո իրենք չասեն, բա մեզ ինչի չէիք ուղարկում այդ ամենը։ Ապրես, շատ ճիշտ ես ասում, ես ուղղակի, չգիտեմ, սա սրտխառնոց է առաջացնում, որ մենք այսպիսի բռնապետ բերեցինք։ Իմիջիայլոց վերջի միտքս, քո ինտերվյուում ասում ես, որ որոշ մարդիկ հավատում են, որ սրան լիֆտում փոխել են։ Իմիջիայլոց իդեպ իսկապես այնպիսի տպավորություն կա, որ այս մարդուն փոխել են, որովհետև ինքը իր 18 թվի վերսիան եւ այս վերսիան իրար չեն ճանաչում այս մարդիկ։ Երբ որ նա մեզ ասում է Դա հումոր չի, Գյումրիում ես նայել եմ այդ կադրերը, մի նայում ես adekvat է թվում արտակնապես, կարծեմ իմ գործընկեր Փայլակն էր Ֆահրադյան, չեմ հիշում լրագրողներից ով էր, ասում էր դու չգիտես, իրան լիֆտում փոխել են, դե հիմա եթե մենք այսպիսի սեգմենտ ունենք հասարակության, մենք չգիտենք, ես չեմ հասկանում, մենք որտեղից պիտի սկսենք, մենք պիտի այս մարդկանց փրկենք, օգնենք, բայց դա ես կարծում եմ, դա լուրջ կրթական ցենզի հետ է կապված, դա հնարավոր չի, բայց մյուս այլ ճակատում էլ, հա, հակառակ կողմում էլ մենք տեսնում ենք այս տոտալ բացահայտ բռնապետությունը, որը ունի բացահայտ աջակցություն արևմտյան բարեգործության արգելքը իբր խախտելու համար։
Սա երեխային տանում են անվասայլակի վրա տանում են բերդ, ով բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, երեխայի ճակատագիր են խեղում եւ միջազգային կառույցները եւ եվրոպական դեսպանատներից լափի նման սնվող ՀԿ-ները, լափի նման, որ նախորդ իշխանության մեկի ժամանակ սենց բան լիներ, բոլորը կհակնեին մայկաներ, ես Դավիթ եմ եւ կպարկեին կառավարության ասֆալտին։ Դուք հասկանում եք, որ նույնիսկ եթե ինչ որ մի ժամանակ է ձեզ հաջողվի քրեական, ես խոսում եմ նաև այդ լրողների մասին, պատասխանատվությունից խուսափել, բարոյական, ախր Աստծո պատասխանատվությունը, այդ բումերանգը չեք պլստալու, 100%, Նաիրա ջան, չեք 100%, կարողանալու Աստծո հետ 100%. պայմանավորվել, չի լինելու։ Ես արդեն երեխա չեմ, որոշ ժամանակ ապրել եմ այս աշխարհագնդի վրա, ասեմ, որ բումերանգը միշտ աշխատում է։ Այդ միշտ հետա գալու։ Այն մարդիկ, ովքեր երեխա են ծեծում, կին են ձերբակալում, այս աղանդի անդամները, որոնց պատճառով մենք տանջվում ենք ամեն օր, սա ձեր գլխին գալու է, կյանքը ձեզ սա հետա բերելու, դուք պատժվելու եք ձեր արածի համար։ Շնորհակալ եմ, ինչ ասեմ, կապի մեջ հուսանք հաջորդ մեր ոդքասթին շատ ավելի այլ թեմաներից կխոսենք եւ հուսանք կանանց շատ արագ ազատ կարձակեն։ Ես էլ հույսով եմ, մենք մեր արածները կանենք, մեր ասածը կասենք։ Շնորհակալություն Նաիրա ջան։